Բայց խի ելխես պսակվեք ամելով ես, որ չես կարան նայես իրան ու ասես, միջև դրախ դու ես։ Երբեք տենց պահ չի գալու, որ դուք ասեք, վсё, ես պատրաստ եմ հայր դառնամ։ Սենց հա միշտ լինելու, հա։ Անհնար է, ապա մենք ու պամպերս փոխենք։ Էլեկտրոննի սիգարետներ ծխեն 11-ից։ Խոսացեք այդ փորի մեջ երեխու հետ, որ Բա մենք այն ժամանակ ոնց էինք 10 հատ երեխա պահում։ չկա այդպիսի կին, ում հետ դու вообще պատրաստ ես անցնել այդ ամեն ինչը, որովհետև դու պատկերացում չունես այդ ինչի է, այդ ինչ է։ Տղան մտածում է թողի մաման ոնց ասում է տենց լինի, որովհետև մամային ավելի շատ է վստահում, քան իր կնոջը։ Բարևներ։ Մենք կրկին VT ստուդիոյի տաղավարում ենք։ Եվ դուք կրկին դիտում եք Այր եւ Կին ոդքասթը։ Ես Արտուրն եմ, իմ կինը Մարիաննան է։ Մենք ունենք 7 տարվա ամուսնական փորձ, 9 տարվա հարաբերություններ, 2 երեխա եւ Համատեղ ոդքասթ։ Այսօր խոսելու ենք շատ ուրախ, իմաստալից, իմաստավոր հրաշալի թեմայից, երեխաներից։ Ինչպես է փոխվում կյանքը, երբ ծնվում են երեխաներ եւ այդ ինչ հրաշք է, որ գալիս է մեր կյանք ու մեզ փոխում է։ Դե դուր առաջին հարցդ ինձ։ Ուրեմն ամենասկզբից արի գանք, երբ իմացար, որ հղի ես։ Առաջին անգամ։ Տենց է խորագիրը, թե երբ իմացա, թե ինչ եղավ։ Չէ, երբ իմացար, այդ առաջի տեստը, երբ որ այդ երկու գիծը տեսար, ինչ եղավ։ Ինչ կատարվեց քո հետ։ Ուզում հիշեմ։ Երբ իմացա, ուրախացա։ Դե շոկային էր, միևնույնն է շոկային է։ Ու համել ուրախացա, դու էլ բալկոնում ձուկ էիր խորովում։ Դու այսինքն հենց իմացել ես այդ ժամանակ ինձ ասել ես, չես պահել։ Ոչ մի ռոմանտիկա չկար, որովհետև ես շոկի մեջ էի։ Ձուկ էի բաստուրմա դրել, դու բալկոնում խորովում էիր ձուկը, կիրակի էր, որ հավեսը, բայց տեսնում ես նույնիսկ ինչ օր ենք իմանում, որ սենց նշելու էր, որովհետև այդ ժամանակ էլ աշխատում էինք երկուսս էլ ու նենց չի, որ ամեն օր տանն էինք, դու պատշգամբում խորովում էիր ձուկը, որ նստենք, ուտենք մեր համար, ու ես այդ ամենի հետ համատեղ տեստ եմ անում ու վազելով գալիս եմ ուղղակի առանց ոչ մի սյուրպրիզ, որ իմ շոկը քեզ հայտնեմ, ասում եմ դու էլ այդտեղ կանգնած ես ծխի մեջ եւ այլն։ Մի հատ դու ես շոկի մեջ ընկնում։ Հիշեցի այդ օրը։ Գրկում ենք իրար բան եւ այլն ու գալիս ենք նստում ենք սենց ուրախ, ոչ մեկի դեռ չենք ասե, համ ուրախ ենք, համ վախեցած ենք, համ խառնված ենք, մի հատ կոկտեյլ է զգացմունքների ու նստել ենք ասում ես դե բեր նշենք ու ես ասում եմ ես էլ չեմ կարող նշել ու գարեջուրը մենակ ես խմում այդ օրվանից փոխվում է իմ կյանքը եւ հետագայում նաեւ մեր իրոք շատ վախենալու է ինչքան էլ ինքը լավ լուր է շատ բայց համել վախեցնող է ու տենց միշտ հեմ որ ասում են տունը կունենանք հետո երախու մասին կմտածենք այս գործն է կանենք ինչն է կանենք ձեզ ասեմ, որ երբեք տենց պահ չի գալու, որ դուք ասեք, վсё, ես պատրաստ եմ հայր դառնամ կամ մայր դառնամ, միշտ այդ պահը կա։ Ու միշտ ձգտելու տեղ կա, միշտ կա տուն առնելու, կա մեքենա առնելու, կա գործը կատարելության հասցնելու եւ այլն, ու ուղղակի պետք է գնալ այդ ռիսկին, որովհետեւ այդ ռիսկը փոխելու է կյանքը 180 աշճանով ուրիշ երանգներ է տալու դուք հասկանալու եք թե որն էր կյանքի իմաստը վերջապես իմ համար է դա օրինակ որ այն ժամանակ ինձ ասում էին ինչն է կյանքի իմաստը այստեղ տարբեր ինչ որ բաներ էի ասում երեխա ունենալուց հետո հասկացա որ կյանքի իմաստը երեխաներ ունենալն է ու այդ երեխաներ ունենալով նաև դու ես շատ փոխվում ու համ իրանց ես դաստիարակում, համ էլ դու ես ոնց որ դաստիարակվում ձեռի հետ, լիքը բան օրինակ իրանցից ես սովորում, բայց դրան հենց կհասնենք։ Ես հիշեցի, որ երեք քեզ ասեցի դրա մասին, հիշեցի, որ COVID-ներ, 20 թվականներ ու սենց նստած մտածում եմ, այ եթե մի բան լինի, չլինեմ, մահանամ եւ այլն, սենց
մտքեր, որ այցելում են։ Դե պատերազմել։ Պատերազմ, COVID սաղ իրար հետ ու բնականաբար ամեն մարդ էլ տենց մտքեր ունենում է։ Ու իմ մեջ մտածում եմ, որ ես այնպիսի կյանք եմ ապրել, որ ոչ մի բանի համար չեմ փոշմանի։ Ամեն ինչ լավ էր, ամեն ինչ զգացել եմ, ամեն տեսակի էմոցիա զգացել եմ, ամեն ինչ ապրել եմ, full հետաքրքիր, sense վառ կյանք եմ ունեցել, բայց մի հատ բան կա, որ ես չեմ արել ու կփոշմանեմ, որ ես դա չեմ զգացել, ես ծնող չեմ եղել ու չգիտեմ, այդ ինչ է, մամա դառնալը ինչ է, երեխա ունենալը, սիրած մարդուց ինչ է եւ այլն։ Ու գալիս եմ քեզ ասում եմ, որ դա միակ բանն է, ինչի համար ես կփոշմանեմ։ Ու իսկապես երևի ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել իմ կյանքի։ Ունենալ երեխա։ Այո։ Հիմա ես եմ քեզ հարց տալիս։ Բայց այդ պատրաստի բավ մի հատ է բան ասեմ։ Այդ որ քեզ թվում է դու դեռ պատրաստ չես բան, դաժե երբ որ իմանում եք, որ երեխա եք ունենալու, այդ 9 ամսվա ժամանակահատվածը, որ տրված է մեզ պատրաստվելու համար, ինչ որ ձև դու ինչ որ 9-րդ ամսում արդեն քեզ թվում է, վсё, դու պատրաստ ես, արդեն դու համակերպվել ես այդ մտքի հետ, չգիտեմ, դու որոշել ես, անուն եք որոշել, բան, բայց մենք անունն էլ չենք որոշել։ Հա, մենք անունը չենք որոշել։ Մեկը դու պատրաստ չես, ու ինձ թվում է նույնիսկ ծնվելուց հետո, նույնիսկ արդեն տարիներ անցել, անդադ ոնց որ էլի աշխատանք ամուսնության նման, այդ որ երկկողմանի աշխատանք է, էս էլ մի հատ ուրիշ աշխատանք է, որ անվերջ է, բայց շատ կայֆ է, շատ հավես է, անքուն գիշերներ է, տանջանք է, բայց մեկը ամեն առավոտ արթնանում, ես մետ նայում ես ու սաղ ընկնում է իր տեղը։ Դուր հարցդ, սիրելիս։ Որն էր առաջին շոկը ծնող դառնալուց հետո։ Հետո առաջին շոկը հենց առաջի հանդիպումներ երեխայի հետ։ Շոկերը տեղից սկսվեցին, որ դու միջև երեխա ունենալը տեսած ես լինում դելիքը երեխեքի, նույնիսկ տես նորածինների, փոքրերի, ճիշտ այդ նորածին վիճակով տեսած չես լինում, TV-ով, ինչ որ կինոների մեջ բան։ Ու հենց առաջին շոկը է դա, թե ինչքան փոքր են իրանք լինում այդ առաջի օրը, որ սենց տենում ես, ինչ փոքր մի հատ սենց բանը, հրաշքա, որ նայում է քեզ, տենց այսքան պուճուր ձեռքերով, այն որ դու պատկաստ մեզ բոթասներ էին նվիրել, որ իմացան մաշը հղի է, ու այդ բոթասները շատ փոքր էին իրականում, շատ փոքր էին, իմ կյանքի տեսած ամենափոքր բոթասներն էին, բայց երբ որ ծնվեց, ես հասկացա, որ մի 2 տարի կա միջև այս բոթասի չափ իր ոտը հասնի, այդքան փոքր էր իր ոտքը, ու շոկը առաջինը տեղից սկսվեց, ու հենց հիվանդանոցից, որ առաջի օրներ եկել եմ հիվանդանոց խնամող, որպես բան տենց պիտի մնամ մաշի հետ ու առաջի գիշերնա պարկել ենք տենց քնել ենք, միջև քնելը տենց ինչ որ կինո ենք նայում, բաները խննդե քնած աբան։ Մեր հին առօրյայով էինք փորձում ապրենք։ Գիտենք հանգիստ քնելու ենք, ինքն էլ կողքը տենց պարկի իր համար։ Հա, ու տենց պարկել ենք քնելու ու մի 15 րոպե չի անցել, որ արդեն աշկդ կպել է, լացում է, հելնում ենք, դե տենց օքեյ, հա, գիտենք որ պիտի երեխան լացի, հելնենք, հելնում ենք, տենց ինչ որ կաթ, մատ, նորից քնում ենք։ Մի կես ժամ ասում մի հատ էլ լացում, մի հատ էլ ենք հելնում, հետո մի ժամ ասում մի հատ էլ լացում, մի հատ էլ ենք արտանում, բան։ Ու այդ շոկը դեր, որ ասում ես չի պրծնելու, վсё, հա, սենց է սկսում ու տենց գնում է տենց մի տարի։ Ժամը 6-ի կողմերը։ Ես ասում եմ ժամը 6-ի կողմերը, ես ասում եմ սենց է, հա, միշտ լինելու, հա։ Ու պարզվեց, որ տենց է, հա, միշտ լինելու, քանի փոքր է։ Հա։ Բայց ասա։ Սա մի բան է ասել։ Դու ասա։ Դե բայց նախ այս ընթացքում ես հանդիպող արդեն ստաժով ծնողները հիմնականում ասում են դե սկսվի վախտերն է, մի 6 ամիս է 6 ամիս հետո կհեշտանա 6 ամիս անցնում է, հետո ասում են դե այս ատամի պահերն է, ատամը հանում, բան, տենց մի տարեկան որ դառնա արդեն կհեշտանա, հետո գալիս են ասում են դե սա որ սկսի քայլել արդեն կհեշտանա, հետո խոսա արդեն կհեշտանա ու այն օրը մենք մեր հարսանիքի խավորին խավոր կնոջը մեր ընկերն էին իրանց երեխեքը արդեն մեկը բանակում է մյուսը 13-14 տարեկան է ու հարցնում եմ մեզ որ ասում են հեսա կհեշտանա երբ է հեշտանալու ասում են գնալով բարթանում է ու գնալով խնդիրները շատ ավելի են շատանում հələ դուք երանի ձեզ ուշեմ սենց վիճակներով բայց
իրոք երեխա ունենալը, երեխեքի հետ կյանքը սա փոխվում է շատ բարդ է, բայց դրանից ընդհանրապես պետք չի վախենալ, որովհետև Աստված իրոք այդքան ուժ տալիս է երկու ծնողներին էլ, որ կարողանաք պահեք այդ երեխեքին, կարող է դուք անքուն գիշերներ ունենաք, բայց առավոտը արթնանաք ու տենց չհասկանաք, թե որտեղից դες այդքան ուժ, որ հաջորդ օրը գնաք, մյուս օրը գնաք, ուշեմ, սենց, այսինքն այս բարդությունների մեջ պետք չի վախենալ ու մտածել, որ հերիք չի մենք պատկերացումներ ունենք երեխա ունենալ ինչ բարդ է, մի հատ էս երկուսով եկել են ավելի են բանանում, որ կրակի վրա յուղ են լցնում, բայց մի վախեցեք երեխաներ ունենալուց, որտեվ իրոք երևի է կյանքի իմաստը շարունակություն թողնելը, տեսնելը, թե դու ոնց որ ինչ պտուղ ես տալիս, ծառիցդ ինչ պտուղ է դուրս գալիս։ Ես էլի մեկ թթու խոսքով ընդհատեմ ձեր քաղցր սուրճը։ Այո, դե այստեղ շատ թթու խոսքեր կարող լինեն ընդհատող, բայց ես ուզում եմ հակառակը մեկը մոտիվացնեմ։ Հա, բայց ամեն անգամ ես հետ բերեմ մեզ իրականություն։ Տպավորություն է, որ մենք ենք սենց երջանիկ ապուշների պես ամեն ինչից ուրախ լինում, ինչ մեր կյանքում լինում է։ Ու միգուցե դա էլ է գաղտնիքներից մեկը, որ ուղղակի գաղտնիքներից է, օրինակ, դաժե վատ բան ելնելուց, շատ վատ բան ելնելուց ես միշտ շնորհակալ եմ, որ գիտեմ, որտեվ հաստատ որ ամեն ինչ, դաժե այդ վատ բաները լավ բանի համար են ելնում, ինչ որ լավ տեղ են հետո տանում։ Ինչ չլնում է լավ բանի համար է լինում։ Լավ բանի համար է լինում, այդ ես 100%-անոց համոզվել եմ։ Դաժե ողբերգական դեպքեր, չգիտեմ, պատերազմներ, կռիվներ, բաժանումներ, Նա սպանություններ բաների մասին չի խոսքը, չնայած դրանք էլ որ գլոբալ, sense ամբողջ աշխարհի մասշտաբով նայես, Աստված մեկը լավ բանի համար ան, բայց քո ինդիվիդուալ կյանքում էլ ինչ լինում է, մեկը լավ բանի համար է լինում։ Նաստվետ դենց բաց։ Հիմա ասեմ։ Ասա։ Չէ որ կյանքը բավականին փոխվում է ու չի փոխվում միայն դեպի լավը։ Կան դժվարություններ, որոնք ավելանում են, կա պատասխանատվություն, որը ավելանում է, եւ հաճախ շատ ընտանիքներում հենց երեխա ունենալուց հետո սկսվում է բաժանությունները, իրար մեղադրանքը, վիճաբանությունները, այսպես ասած, ճաքը երեխա ունենալուց հետո է տրվում այդ հարաբերություններին։ Ես գիտեմ հարաբերություններ, որոնք եղել են իդեալական միջև երեխա ունենալը եւ հիմա բաժանման եզրին են երեխա ունենալուց հետո։ Ես չգիտեմ ոնց է տենց լինում։ Ինձ թվում է այդ պատասխանատվությունը չուզել վերցնելուց է դա լինում, որտեղ օրինակ շատ մարդիկ, շատ տղեկի կողմից եմ ասում, մտածում են, որ անհնար է, պետք մենք ու պամպերս փոխենք կամ չգիտեմ։ Դա մեր համար չի, բան կամ կնոջը չուզենան օգնեն, չհասկանան, որ այդ կինը ինչի մեջով է անցել նախ երեխան, որ եկե հասել է երեխան, այդ 9 ամիսը ինչի մեջով է անցել, չգիտակցել, որ այդ երեխան իրանց երկուսինն է, ոչ թե մենակ կնոջինն է ու հասկանալ, որ պետքա նույն ձև տիրություն անել այդ երեխուն, պետքա հասկանալ, որ այդ մեր դեպքում օրինակ շատ գիշերներ դու անքուն ես եղել, տարիներ, հետո երկրորդ երեխա, հետո որ առաջ երեխու հետ արդեն հեշտանում է սա, ծնվում է երկրորդ հետ, ամեն ինչ մեջով նորից է կանցնում։ Ու տարիներ ձեր կողակիցը կարող է լինի անքուն, կարող է լինի ներվային այդ անքնության պատճառով։ Հələ փորձեք մի օր մի քնեք կամ երկու օր մի քնեք, տեսեք ինչ եք դառնում։ Այդ ամեն ինչը պետքա գիտակցել, կարծում եմ, օրինակ մեր դեպքում դու գիշերները արթուն էիր մնում, ես օրինակ առավոտը շուտ երեխու հետ արթնանում էի, դու քնում էիր, մի քիչ վերականգնվում էիր, բան, օրինակ չեմ կարծում, որ բոլոր տղամարդիկ տենց են անում։ Ես ինձ չեմ գովում, այլ պրոստը հասկանալով մեր հասարակությանը տեսած լինելով ինչ ձև մարդիկ ունենք, իսկ հիմա դա պատճառն է լինում, որ սկսում են տենց բրախել այդ երեխուն, մտածում են հա իրանք երեխա ունեն, բայց տենց չեն տենում ոնց է այդ երեխան մեծանում, ինչ է հագնում, ինչ է ուտում, առաջի բառը ինչ էր, առաջի քայլը ոնց դրեց։ Ինձ օրինակ իմ տեսակի համար շատ հետաքրքիր է, բացի նրանից, որ այս process-ը իրանով շատ հետաքրքիր է, ինձ էլ է միշտ հետաքրքիր եղել երեխաները, նա։ Երեխեքի հետ շփվելը, ես ոչ երեխա սիրող մարդ եմ, ասած ասեմ։ Կարող է դրա համար էլ է ինձ տես բան եղել, որ մենք չենք գնացել այդ բաժանմանը, ինձ թվում է պետքա պրոստը հասկանալ իրար։ Դու ինչ ես կարծում, ինչ են բաժանվում։ Ես քո խոսքի ժամանակ իմ մոտ հասունացավ այս պատասխանը, որ նախ
աղջիկները կինը եւ տղամարդը ունեն բավականին շատ չքննարկված, չխոսացված մութ անկյուններ, որի մասին պետք է խոսել։ Նախ կինը անտեղյակ է լինում նրանից, որ իր հետ բավականին մեծ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունեցել, որ ինքը իր ամբողջ հորմոնները, իր ամբողջ վիտամինները, իր ամբողջ ռեսուրսները տվել է երեխային։ Տալուց հետո ինքը արդեն 2 տարի է օրինակ քրոնիկ չի քնում կամ թեկուզ 1 ամիս է քրոնիկ չի քնում։ Կերակրում է, տները թափված են, ուտելիք չկա սարքած, եթե առանձին են ապրում, ինքը իր մարմինը ձևափոխվել է, ոչինչ նույն տեսքը չունի։ Ինքը չի կարողանում նույն ձևով հագնվել, դուրս գալ գնալ աշխատանքի կամ վերադառնալ իր մշտական բնականon հունին։ Կարծում եմ, որ երկրորդ, երրորդ երեխայի հետ արդեն կինը սկսում է հասկանալ իրեն, իր օրգանիզմը, process-ները, բայց առաջի բալիկի ժամանակ, եթե մանավանդ ջահել աղջիկ է օրինակ, անտեղյակ է, ինքը այդ դեպրեսիայի մեջ հանգնում, հետհեղության հենց դեպրեսիա անուն էլ ունի, ու չի գիտակցում, որ իրեն հիմա պետք է հոգ տանել ոչ միայն բալիկին, այլ նաև ինքն իր հոգեկան առողջությունը։ Ոնց կարող է հոգ տանել իր հոգեկան առողջությունը, նախ զրուցելով իր ամուսնու հետ, տեղյակ բայելով, որ գիտես, իմ մարմնի, իմ օրգանիզմի հետ sense փոփոխություններ է տեղի ունեցել, անընդհատ խոսելով, ոչ թե մեղադրելով, այլ անընդհատ խոսելով ամուսնու հետ, ինֆորմացնելով։ Մենք գիտենք, որ մեր հասարակության մեջ տղամարդիկ ընդհանրապես կնոջ էության եւ բնության մասին գիտեն համարյա թե ոչինչ, որովհետև մեր ընտանիքներում ընդունված չի եղել եւ այնպես չի, որ բոլոր մայրերը նստել են ու տղաներին բացատրել են, թե ինչ է կատարվում կնոջ օրգանիզմում եւ այլն։ Այնքան տարական կնոջ օրգանիզմի մասին, այնքան տարական գիտելիք չգիտեն նույնիսկ կանայք, ուր մնաց թե իրենց ամուսինները իմանան, որ նախ պետքա էլի գալիս ենք ինքնաճանաչողությանը։ Կինը ինքը հասկանա իր հետ ինչ process-ներ են տեղի ունեցել։ Ինքը խոսի իր ամուսնու հետ, բացատրի, որ իմ օրգանիզմում տեղի ունեցել այս փոփոխությունները, իմ երեխային ես պետք եմ առողջ։ Օրինակ հիշում ես, ես քեզ եկա ու ասացի, գիտես, որ եթե մարդուն ուզենաս հատուկ, հիմա շատ լավ չեմ հիշում, բայց հատուկ իր ներվերը տեղը որ չլինի, պետքա ուղղակի իրան անընդհատ ստաբիլ քրոնիկ քնից արթնացնել։ Այդպես տանջելու ձև կա։ Ու պատկերացնում ես, քեզ անընդհատ քրոնիկ ամբողջ գիշեր լացով արթնացնում են։ Դա հերիք չի, մի հատ էլ դու կերակրում ես, ռեսուրս ես տալիս եւ այլն, անընդհատ երեխային ես պահում ու հիմա կարող է պատահել մարդիկ, որ բա մենք այն ժամանակ ոնց էինք 10 հատ երեխա պահում, մի հատ երեխա են պահում, 1000 ժամ նվնվում են, այո, միշտ էլ 10 եւ նույնիսկ 1 երեխա պահելը հերոսություն է ու միշտ էլ տենց է համարվել, այնպես չի, որ պետք չի, պետքա թերարժևորել այն, որ մարդը իր կյանքը նվիրել է երեխա ունենալուն։ Այո, դա իր ընտրությունն է, այո, ինքն է որոշել, այո, այն ժամանակ ավելի դժվար էր, հիմա ավելի հեշտ է, հիմա կա մեքենա եւ այլն, բայց գոյություն ունի էվոլյուցիա, ու այս էվոլյուցիայի մեջ հիմա կյանքն էլ է շատ ավելի բարդ, քան մեր տատիկ-պապիկների համար։ Թեկուզ ամեն մամա ունի մի հատ հեռախոս, որի մեջ կա այնքան տեղեկատվություն, որից ինքը արդեն հոգնել է։ Իր ուղեղը արդեն հոգնած է, մի հատ երեխա է պահում։ Հիմա ինչ որ մեկը կարող է ասել, թող հեռախոսը այն կողմ գցի ու հանգիստ իր երեխուն պահի, ժամով կանգնի շոր լվա, օրինակ, ոնց մենք ենք լվացել, բայց ժամանակն է ուրիշ եղել։ Այն ժամանակ մարդիկ շատ ավելի հանգիստ են ապրել։ Հետո այն ժամանակ մի տան մեջ 10 հոգով են ապրել, մի երեխուն 10-ով են պահել, կարելի ասել։ Դա էլ կա։ Հիմա շատ են զույգերը մեզնից սկսած, որ նախընտրում են առանձին ապրել ու ոնց որ այդ առանձին ապրելուց դուք երկուսով եք գնում բարձր իմաստով ու շաբաթվա մեջ կարող մի օր կամ մի քանի ժամ լինի, որ ձեր ծնողների մոտ լինի այդ երեխան, իսկ այդ սկզբի ժամանակներում вообще չի լինում։ Իսկ այն ժամանակ մի տան մեջ ապրել են եղբայր, ամուսին, կին, տատիկ, պապիկ, սոնքաչ, կիսուր, չգիտեմ, սաղով իրար հետ հավաքվել են ու ոնց որ այդ երեխուն մարդա մի ժամ պահելա իրենց համար թեթև է տվացը, բայց այս դեպքում դու 24 ու 7 այդ երեխու հետ ես լինում։ Դե կան, որ հիմա էլ քո նկարագրած հիմա էլ կան, հա։ Սխեմայով են ապրում, բայց ինչն է այստեղ հետաքրքիր, որ դա էլ ճիշտ չի։ Այսինքն այդ մեթոդի մեջ էլ կան հա լիքը խնդիրներ, որովհետև
տատիկը իր ուզածով է մեծացնում, հարսը այսպես կուզենար մեծացնել, տղան մտածում է թող իմ մաման ոնց ասում է, տենց լինի, որովհետև մամային ավելի շատ է վստահում, քան իր կնոջը, ու նորից լինում է այդ բաժանությունները։ Այսինքն երևի թե ճիշտ է, որ զույգը միշտ լինի իրար հետ մոտ ու բաց իրար հետ, չվախենա դիալոգներից, չվախենա խոսակցություններից, քննարկումներից, աղջիկը պետք է ուսումնասիրի իրեն, հասկանա ինչ է իրեն պետք, որ կետերում է իրեն պետք օգնություն։ Օրինակ ես հասկացա, որ իմ անքնությունը իմ ամենատանջող հանգամանքն է ինձ։ Ես եկա ու քո հետ ունեցա խոսակցություն, որի ժամանակ ասացի ես ամբողջ գիշեր կպահեմ, ամեն ինչ կանեմ, քեզ չեմ անհանգստացնի, խնդրում եմ առավոտյան 8-ին դու միևնույնն արթնանում ես, տանից ես աշխատում, եթե հնարավոր է առավոտյան 8-ից մինչև 10-10:30 դու պահես, որ ես 2 ժամ անընդմեջ քնեմ, որովհետև 5 րոպեն կամ 10 րոպեն մեկ կարող էի արթնանալ, առաջի ամիսների մասին է խոսքը, 2 ժամ անընդմեջ քնեմ, 10-ից նորից ես կպահեմ, դու կանցնես քո գործերին։ Ու այս փոքր պայմանավորվածությունը, ինչը կարծում եմ, որ շատ կլինեն տղամարդիկ, ովքեր կասեն դու պահի, ես փող եմ աշխատում, դու պահի եւ այլն, բայց նախ էլի գալիս ենք նրան, որ պետք է ընտրել այնպիսի մարդ, ով ձեզ կսիրի, ում համար կարեւոր կլինի ձեր զգացմունքները, ձեր ֆիզիկական վիճակը, ձեր հոգեվիճակը, ով կուզենա ձեր հետ համագործակցել, մանավանդ այնպիսի հարցում, ինչպիսին է երեխա մեծացնելը։ Երեխա մեծացնելը ինձ թվում է անverջ ինչ-որ թեմա է, որ կարելի է անընդհատ խոսալ իր տարբեր բաներից, ձևերից, դաստիարակումից, չգիտեմ, դպրոցից, մանկապարտեզից, ձեր հարաբերություններից, ինչպես դաստիարակել, բան, բայց մենք տենց մի հատ ընդհանուր տենց գլոբալ խոսանք այսօր, կուզենանք շարունակենք, հետո մի հատ էլ կունենանք այս թեմա, որովհետև իրոք շատ երկար կարելի է 2 ժամանոց մի հատ ոդկաստ ունենալ առաջի տարվա դաստիարակությունից, մի հատ մինչև երեխա ծնվել է 9 ամիս ոնց կարելի է պատրաստվել, իդեպ մենք աղագին պատրաստվել էինք երեխա ունենալու, պատրաստվել ասած, երբ որ իմացանք, որ արդեն ունենալու ենք, սկսեցինք տենց պատրաստվել, որովհետև մեր համար շատ sense բաներ էլի նոր բաներ ու մեր այդ ժամանակվա կյանքի հետ ընդհանրապես համատեղելի չէր երեխան ու մենք սկսեցինք այդպես գրքեր գտնել ինչ պետք է անենք երբ որ ծնվի առաջի օրերը չգիտեմ sense ինչքան էլ որ այդպես տատիկներ բան խորհուրդ են տալիս արդեն գիտեն արդեն փորձով մարդիկ մեկը դու ասում միջև եթե բանակ ես գնալու տղեկին եմ որ ասում մի լսի ինչ ենք հիմա ասում կգնաս դու քո ձևերով կջոգես էսի նույն էս երեխու բանա որ երեխայս ունենում ինչքան էլ կողքից ասեն ոնց պետք է անեք ինչ պետք է անեք մեկը դուք եք հասկանում դուք եք լեզուն գտնում դուք եք երեխու հետ ամբողջ օրը ու ոնց որ ձեր համար էլ նոր երեխու համար էլ եք դուք նոր ու մի քիչ բարդ բիրուդ այդ սկզբում իրար հասկանալը լացումը դու չգիտես խիա լացում կարող է ասենք սոված է կարող է ինչ որ մի տեղնա ցավում կարող է հազար ու մի հարց կա լեզու չգիտի իր լեզուն լացելն է դաժե մենք ուսումնասիրել ենք այդ ամեն լացը մի բան նշանակում է որ ուշադիր լսես այդ ձայները լացի բան տոնայնություններն են տարբեր մեկը նշանակում է որ սոված է իսկ այդ լեզուն կա իրականում պետքա պրոստը մի քիչ հետազոտել հետաքրքրվել եւ գտնել ավելի հեշտացնելու համար այդ կյանքը ինչքանով է փոխվել քո կյանքը միջև երեխաները եւ երեխա ունենալուց հետո ամբողջությամբ ես լրիվ ուրիշ մարդ եմ դառը կարելի ասել բոլոր ասպեկտներով էլի մենակ պատասխանատվության մասին չի խոսքը չգիտեմ ոնց նկարագրեմ թե ինչքան է փոխվել կարող եմ պրոստը ասեմ որ ամբողջապես փոխվել լրիվ ուրիշ կյանք է դառել իմ կյանքը դառել է չեմ կարող ասեմ դառել է հոր կյանք որտեվ հայր լինելուց բացի դու նաև ընկեր ես այդ երեխեքին հայրենելուց բացի նաև երբեմն մայրես չեմ վախենա դրանից ասել շատ արդեն քո քայլերի մեջ ես նաև շատ զգուշ լինում որտեվ երեխեն տղու մոտ հատկապես տղա երեխա է որ ունեք այդ տղեն ամեն ինչ սովորում է ձեզնից ու փորձում է նմանվի ձեզ այդ առաջի այդպես մի քանի ամիսների ընթացքում կարող է չնկատեք բայց հետագայում կզգաք որ ինչքան արտահայտություններ ինչքան շարժումներ ինչեր ասես որ իրենք տղա գիտեն որ դուք եք ու փորձում են ձեզ նմանվել այսինքն իրանց մոտ ծխել իրանց մոտ խմել իրանց մոտ
ինչ-որ վատ արտահայտություններ անել, կարող է տենց մի երկու անգամ անեք, ձեզ թվա անցավ գնաց, մեկ է մի ամիս հետո ջոկեք, որ ինքը մի հատ կոնկրետ բառ ասեց, որը լսել է հաստատ ձեզնից ու սկսում ես դու արդեն մտածել ամեն վարքյանը, ամեն բանը, դեպ որ ինքը քո կողքն է, ոնց որ էդ էլ է պատասխանատվությունը, որ ասում էի երեխու հետ նաև դու քեզ էլ ես դաստիարակում, ոնց որ հենց դրա հետ էի, որ արդեն ամեն վարքյանից ուշադիր ես, որ հանկարծ մի բան չանես, ինքը չտենա կամ հակառակը նենց բան անես, որ ինքը տենա։ Դու կարող ես օրինակ կյանքում տենց բան չանել, բայց իմանալով, որ էս լավ կլինի, օրինակ այս տարիքից ինքը իմանա ինչ որ կոնկրետ մի բանի մասին է խոսքը։ Սկսես անել, օրինակ առավոտյան մարզանք կարող է, ես օրինակ չէի անում առավոտները մարզանք, սկսեցի անել, որ ինքը տենա սովորի, որ այդ լավ է։ Տարբեր վատ սովորություններից ազատվեցի։ Ճիշտ է, սկզբում այդ ուշ տուն գալը էլի կար, բայց որ ասում են երեխա ես ունենում, երեխան տուն է կանչում, այդ վիճակը էլ կա, որ արդեն ես մեր նախորդ էպիզոդներում խոսում ենք, որ տղամարդը փախնում է տնից, չի ուզում հետ գա, չգիտեմ, քիչ ժամանակ անցկացնում բան, երեխա ունենալուց այդ երեխան նպաստում է նաև ձեր հարաբերություններին։ Նախ ոնց է նպաստում, ձեր մի քանի էպիզոդ առաջ ասել էի, որ սերն էլ է շատանում։ Սերը շատանում, որտեվ դու նախ 9 ամիս տենում ես քո կնոջը այդ փորով, գնալով այդ մեծացող փորով, ավտոմատ սկսում ես իրեն հոգ տանել, երեխա ունենալուց հետո հասկանում մի հատ մի պա գիտակցում ես, մի քանի վայրկյան դաժե մի պա պատկերացնես ինչ դե ծննդաբերության ցավեր բան, այդքանը հերիք է մենակ որ Իսկ կան տղամարդիկ, ովքեր սպասում են իրենց կինը հղիա լինում եւ դավաճանում են կնոջը։ Հա, այդ էլ կա։ Ես ուզում եմ ուղղակի մենք միայն սուբյեկտիվ կողմը ցույց չտանք այս պատմության։ Դու այսօր սևն ես մեր բանի։ Ընդհանրապես ես իմ վրա վերցրել եմ հանրության ձայնը։ Հանրության ձայնը։ Այո, դոգի բանն է։ Կուսակցությունը։ Ում? Դոգի։ Գիտես որ մեր տան մակրոհին մեր տան Սուսանը որ այսպես սպիտակ դնենք վերջում որ գնացել էր ընկերուհուս տունը մակրություն աներ ընկերուհիս ասել էր ինչա Մարիաննան աշխատում ընկերուհիս լուրջ դեմքով ասել էր բլոգեր է եկել էր մեր տուն ասում է պարզվեց դու բլոգեր ես հա ասում դե կարելի է ասել սկսնակ ասում հա այն դոգն էլ է չէ բլոգեր Իրա ճանաչած երկու բլոգեր ես աշխարհում ես ու դոգն ենք։ Շատ վատ է որ տենց ասոցիացիաները։ Շատ վատ է, մնում է դոգը ոդկաստ սկսի վարել հարաբերություններից։ Երեխաներից։ Հա։ Motivational speaker դառնա։ Հա, լավ, անցնենք բան, թեմային, որ դավաճանում են։ Հա, օրինակ լինում է որ իմանում է հղի է եւ դավաճանում է։ Այսինքն Ինձ թվում է այս դա դեպքում միանշանակ չի։ Ինձ թվում է այս դեպքում կապ չունի ինքը հղի է ու դավաճանում է, պրոստը այդ կինը հղի ժամանակապարի տարը որ ինքը դավաճանում է։ Ինձ թվում է ինքը միշտ դավաճանում է։ Այս դավաճանողը ինձ թվում է այլ դավաճանում է, չնայած ինչ որ պահի լինում են որ փոխվում են, ինչ որ պահից։ Բայց ինձ թվում է ստե կոնկրետ հղի փաստը առաջ բերել ու դավաճանությունը ինչ որ ձևով արդարացնել, հա կարող է ասենք Ես մեծանում է կինը, չաղանում է, փոր է ունենում, չգիտեմ, հարմար չի արդեն։ Բայց այս այդ հղիության պերիոդը ինձ թվում է աղջիկը ամենաշատը կարիք ունի, որ իր ամուսինը իր կողքը լինի, ինձ թվում է այդ աջակցության կարիքը ամենաշատը ունի ու այս ընթացքում դավաճանելը հենց դավաճանություն է։ Տղաներին եւ երիտասարդներին եւ ամուսիններին մի երկու խոսք ասա։ Ինչ ասեմ Սիրեք ձեր կանանց, այդ փորը գրկեք, սաղորը նստեք, խոսացեք այդ փորի մեջ երեխու հետ, որտեվ այդ երեխան պետք չի սпасել ծնվի, որ ինքը արդեն լինի։ Ինքը հենց արդեն մի քիչ կա, արդեն կա։ Ունդեղ մարդ կա արդեն ու ինձ թվում է պետք է այդ ժամանակվանից սկսել հենց այդ կապը երեխու հետ շփվելը, երեխու հետ շփվելուց նաև ավելի շատ սիրել ձեր կնոջը։ Հա գիտակցելը թե ինչերի մեջով անցնում ձեր կինը Ինձ թվում է ամենակարևոր բանն է այդ գիտակցումը երբ որ կա ինձ թվում է հենց այդից էլ սկսում է ձեր ավելի շատ սերը հետո երբ որ մեծանում է չգիտեմ պետք է կայֆ ստանաք որ տենում եք ձեր կինը ասենք երեխուն կերակրում է ինձ թվում է դա էլ է մեծ սերը արտնասնում Երևի գիտես պետքա ուղղակի ընտրել այնպիսի կին ում հետ դուք պատրաստ եք անցնել այդ ամենի միջով առանց դավաճանությունների։ Բայց չկա այդպիսի կին, ում հետ դու вообще պատրաստ ես անցնել այդ ամենի միջով, որտեղ դու պատկերացում չունես այդ ինչի է, ինչի մեջով եք անցնելու։
Բայց խի ելխես պսակվեք ամելով ես, որ չես կարան նայես իրան ու ասես, միջև դրախ դու ես։ Դե եթե բանը հասել է նրան, որ արդեն պսակվել եք, ինձ թվում է այդ կապը, այդ բանը արդեն կա, բայց կոնկրետ երեխա ունենալ ու իմանալ, թե դուք ինչի մեջով եք անցնելու, այդ շատ բան է, էլի։ Դու չես կարող իմանալ ինչի մեջով եք անցնելու, բայց ուղերձը ինչին է ուղված։ Շատ տարաձայնություններ ամեն են։ ինչի վերջում մենք գալիս ենք մի հատ կետի ենք հանգում։ Այս լիքը տարաձայնություններ լինում են նաև դաստիարակման ընթացքում, չէ՞, օրինակ։ Դե դա կխոսանք դեռ։ Հա, լավ, դաստիարակությունը թողնա ուրիշ թեմա։ Շատ երկար թեմա է։ Պատմիսկա եղեք։ Պատմիսկա եղեք անպայման, որտեղ այնքան խոսելու թեմաներ կան։ Երբ սկսում ենք հասկանում ենք, որ անverջ են թեմաները, թեմաների մեջ կան թեմաներ, ենթաթեմաների մեջ էլ փոքրիկ թեմայիկներ, որոնք մենք բոլորի մասին ուզում ենք խոսել եւ բոլորի մասին չենք կարող խոսել մեկ ոդկասթի ժամանակ, բայց էլի ես ուզում եմ մի հատ ամփոփում անեմ, որովհետեւ ասես մոտենում ենք ավարտին։ Ամեն դեպքում ոչ մեկ էլ չի պատկերացնում ինչա ունենալ երեխա։ Ոչ մեկ չի պատկերացնում։ Բայց երեխա ունենալը հիանալի բան է, որը մարդու զարգացման եւ բնականon ճանապարհին նպաստող հանգամանք է, բացի նրանից, որ երջանկություն է, սեր է եւ այլն, նաեւ ձեզ է լավ։ Այն որ մտածում եք ձեզ վատ է չունենաք, ձեր կյանք ապրեք հետո կունենաք, այդքան էլ տենց չի, ձեր կյանքը շատ հաճախ սկսվում է երեխայից հետո։ Իհարկե, լիքը մարդիկ կան, ում կյանքում այդպես չի, ովքեր երեխայից հետո բարթացել է ամեն ինչ եւ այլն։ Լիքը մարդիկ կան երեխա լինելով են երեխա ունենում։ Այո, դա դրանից էլ 10 տարեկան երեխեք են ու երեխա են ունենում։ Դա ես չեմ պատկերացնում։ Այդ ժամանակ դու միանգամից հասունանում ես, թե ավելի մեծ մի հատ կրակի մեջ ես ընկնում։ Կարևորը իհարկե լինել որոշակի պատրաստ, լինել որոշակի հասուն տարիքում, ցանկալի 25+, որովհետև շատ օրեր են գալու, որ դուք ինչքան էսենց հրաշքների մասին ենք խոսում, օրեր են գալի, որ դու ուզում ես չունենաս այդ երեխան, ասում ես ախպեր, չեմ ուզում էլ ինչ անեմ, բայց չես կարա։ Այդ երեխան ես ունեցար արդեն։ Դա հսկա պատասխանատվություն է։ Այո։ Գիտես, ես հաճախ մտածել եմ այս 5 տարի, 4 տարիների ընթացքում, որ երեխաները կան, ես հաճախ մտածում եմ, որ շատ ուժեղ դիմացկունությունն է պահանջում երեխաներ ունենալը, ու ինքը քեզ որպես մարդ բավականին ճկունություն, դիմացկունություն, հա, համբերատարություն է սովորացնում, ու ամենահետաքրքիրը, որ դու ինչ որ մի աստիճանի դիմացկունություն պետք է ձեռք բերած լինես միջև երեխաներդ, նոր ունենաս։ Մենք հստակ խորհուրդ չենք տալիս ունենալ երեխա միջև 25, 27, նույնիսկ 30 տարեկան որոշ դեպքերում, գիտես, հետազոտությունները պատճառը, որ տենց եվրոպական երկրներում 40-ում նոր տենց մտածում են երեխա։ Դա էլ ուշ է։ Մի քիչ ուշ է, հա։ Դա ուշ է, բայց համար է ուշ։ Նոր հետազոտություններ են արել, որով պարզվել է, որ հիմա երեխաները ուղեղով ավելի ուշ են հասունանում եւ հասունության նոր տարիք կա 27 տարեկան է։ Ուշ թե շուտ։ Ուշ։ Բայց հիմա օրինակ լիքը բան կա, օրինակ մեր երեխեն, ես օրինակ իմ օրինակով ասեմ, ես մի 7-8 տարեկանում եմ լիքը բաներ իմացել, որ օրինակ եսի սենց աշխատում են, հենց է։ Իրանք ասենք հիմա 2 տարեկանից TV-ով տենում են սա։ Բայց իրանք ուշ են հասունանում։ Այն հիշում ես մենք խոսում էինք, այնինչ մենք բակերում սովորել ենք, իրանք հիմա չեն սովորում։ Հիմա ասես ապահով պայմաններ է, իրանք չեն պատկերացնում ինչ է ռեալ կյանքը ու կարծես ուշ են հասունանում։ Հա, կարող է իրանք էլեկտրոննի սիգարետներ ծխեն 11-ից, մեր ժամանակ, չգիտեմ, 14-15-ից են ծխել, բայց իրանք բավականին ավելի երեխա են։ Ծխելը մենք չենք պրոպագանդում։ Երբեք մի ծխեք, մի թողեք, որ ձեր երեխաները ծխեն։ Բավականին Արտուրը դեմքով որ տենց բաներ ես ասում, ուշքս գնում է։ Լավ, всё, ավարտում ենք, մի վարքյան։ Էլի շեղեցինք, չկարեցանք գանք այդ դիտոգները ասենք։ Դե դիտոգներ չկան։ Այնա որ չի կարելի շուտ ամուսնանալ, եթե դաժե մի քիչ շուտ են ամուսնացել, չի կարելի շուտ ունենալ երեխաներ, բայց չի կարելի աբորտներ անել երբեք։ Դա էլ պետք է ասել։ Որովհետև շատ մարդիկ մտածում են չեն կարալու պահեն, չգիտեմ, պլանավորած չէ։ Դե այստեղ կարանք ծավալվենք, եթե ունենալու եք ուտակ մանկատուն, ուրեմն մի ունեցեք։ Եթե էլ կարող ենք, իհարկե։ Ամեն դեպքում պետք է, որ մարդիկ ավելի պատասխանատու մոտենան
ու այո, երեխա ունենալը ինչքան էլ լավ բան է, ու մենք նկարագրում ենք, որ լավ բան է, ինքը շատ ուժեղ պատասխանատվություն է պահանջում երկու կողմից էլ, եւ եթե դուք պատրաստ չեք ձեր կողակցի հետ մտնեք երկարատև հարաբերությունների մեջ, չդավաճանեք ձեր կողակցին, պատասխանատու լինեք ձեր երեխաների կյանքի համար։ Գյուղերում, մարզերում ահավոր բաներ է կատարվում, քաղաքում էլ է կատարվում, բայց գյուղերում, մարզերում նենց բաներ է պահիտակ կատարվում, որ մտածում ես, օքեյ, մենք չենք զարգացած էլի։ Այդ 15-20 կնոջից 10 հատ 20 հատ երեխա ունենալով, մեկին մանկատուն տալով, մեկին մի ձև մեծացնելով կամ 5-6 հատ երեխաներին բերելով սոված ծարավ անմխիթար պայմաններում մեծացնելով, այս ամեն ինչը հետևանք է, որ գիտակցության մակարդակը մարդկանց մոտ բավականին ցածր է, ու եթե որոշ գիտակից մարդիկ հենց Երևանից ինչ որ ձևով փորձում են ինչ որ բաներ փոխել հասարակության մեջ եւ այլն, հաճախ կարող է նույնիսկ դիտվել, որ ինչ եք դուք նստե ինչ որ բաներ անում եւ այլն, եթե կան մարդիկ, ում այս խորհուրդները պետք չեն, որովհետեւ իրանք բավականին գիտակից են, ունեն երեխաներ, լավ հարաբերություններ, ամեն ինչ լավ է իրենց ընտանիքում, մենք միայն ուրախ ենք, կարող եք կոմենտներ գրել, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է եւ դուք այս ամեն ինչը հասկանում եք, բայց երևի թե ոդկասթը ուղղված է հենց տեղեկատվություն տալու այն մարդկանց, ում մոտ իսկապես ամեն ինչ վատ է։ Կան ընտանիքներ, կան մենակ աղջիկներ կամ մենակ տղաներ, ովքեր մտածում են, հա դե մենակ էլ է լավ, շուն կպահեմ, կատու կպահեմ, ավտո կունենամ, գործ ունեմ, travel եմ անում, ինչ եմ անում երեխուն, սա նույնպես պատասխանատվությունից փախչել է, դիմեք թերապիաների, հասկացեք ինչու է խնդիրը, ու հիմա իհարկե շատ տարածված գաղափարներ կան, child free, travel, մենք մենակ ենք, այդ իմասած շունի, կատուիկ, մեքենա եւ այլն, գիտեք ինչ, ես կարող եմ հիմա տոլերանտ գտնվել եւ ասել, որ այո, դա ձեր կյանքն է եւ դուք եք որոշում, բայց չեմ կարծում, որ այդ ամենը ձեզ երկարատև իմաստ եւ երջանկություն կտա։ Ճիշտ կլինի, որ դուք գտնեք ձեզ հարմար, ձեզ սիրող, ձեզ ընդունող կողակից, ում հետ նախապես կգծեք ձեր ճիշտ սահմանները եւ պատրաստ կլինեք մտնել այդ պատասխանատվության տակ, ունենալ երեխաներ եւ մի քիչ կկարողանանք միասին փոխել աշխարհը դեպի ավելի լավ